Պարոն Պողոսյան, կուզեի, որ դուք մի փոքր մանրամասնեք այսօրվա ձեր հանդիպումը մարզպետի հետ, ինչպես անցավ, ինչ առաջարկություններ եք ստացել։ Դե մարզպետի հետ հանդիպումը զուտ քննարկվել է դպրոցի չփակվելու կամ մինիմում այս տարվա ծրագրի մեջ չմտցնելու այդ փակումը, այդ հարցը։ Պարոն Պողոսյան, տեսեք, ենթադրենք 1 տարով կամ 2 տարով երկարաձգվում է դպրոցի չփակելը, բայց դուք ինքներդ էլ հասկանում եք, որ դա չէ էլի իրական հարցի լուծումը։ Ինչ լուծում եք առաջարկում դուք։ Դե լուծումը առաջարկում ենք, չգիտեմ, եթե ընդհանուր կառավարությունների ծրագիրը որոշում ընդհանուր, եթե դպրոցների միավորումը տեղի ունենալու, ընդհանուր հանրապետությունով մենք հաստատ չենք կարող հանալու այդ հանրապետությունից, որ ուզում ենք ժամկետները հասկանանք, հետագա գյուղի ճակատագիրը հասկանանք, որովհետև դպրոցների փակելը վերաբերելու է նաև գյուղի արտագաղթին։ Հիմնական մտահոգող նաև այդ հարցն է, որովհետև երիտասարդ ծննդանիքները կարող են գյուղից հեռանալ դպրոց չլինելու պատճառով։ Պարոն Պողոսյան, ձեր գյուղը այսպես թե այնպես տպավորություն է ստեղծվում, որ կտրված է մարզից, Գյումրի քաղաքից առհասարակ, տրանսպորտ նույնիսկ չունի ձեր գյուղը, քանի բնակիչ ունի այս պահի դրությամբ ձեր գյուղը։ Փաստացի բնակվող մոտ 380 բնակիչ ունենք, այո, տրանսպորտ չունենք, Գյումրի հետ տրանսպորտ չկա նաև համայնքի կենտրոնի հետ, Ամասիա համայնքի կենտրոնի հետ չկա տրանսպորտ։ Իսկ այս դեպքում դպրոցի փակվելը, ձեր գյուղի դպրոցի փակվելը, ինչպես են իրենք պատկերացնում, ինչպես պետք է կազմակերպեն, նույնիսկ նորմալ ճանապարհ չունի ձեր գյուղը, ինչպես են այդ տեղափոխությունը կազմակերպելու։ Ճիշտն ասած, պետական ծրագրով աշակերտների տեղափոխման խնդիր դրված է, ճանապարհների կառուցում դրված է, բայց այս պահին կոնկրետ ճանապարհների հարցը չկա, նորմալ ճանապարհներ չունենք, դե տեղափոխման հարցը այս պահին հստակ չէ, թե ծնողներն են տեղափոխելու, թե պետությունն է երեխեքին տեղափոխելու դպրոց, թե ինչ հստակ այս պահին հələ ոչինչ չկա, չգիտենք։ Զուտ ծրագիր է ներկայացված, որը այս պահին կոնկրետ հստակություններ չկան։ Պարոն Պողոսյան, իսկ ինչպես եք վերաբերվում դպրոցների փակվելու այս ծրագրին, ինչ հիմնավորում են ներկայացնում, չնայած ասում են այս օպտիմալացումը ավելի լավ կրթություն է ապահովելու, բայց մենք ունենք աչքերիս առաջ այն թարմ օրինակները, որ օպտիմալացումը ոչ մի լավ տեղ տանող ճանապարհ չէ իրականում, նույնը հենց իրենք երբ սկսեցին առողջապահական համակարգից, երբ հիվանդանոցները միացրեցին իրար, արդյոք ունեք մտավախություններ, որ այս ծրագիրը եւս կձախողվի, արդյունքում այստեղ անդառնալի կարող է դառնալ, երբ գյուղը դատարկվի, հատկապես նման գյուղերը այսպես բնակեցնելու մենք խնդիր ունենք, իսկ իշխանությունները կարծես թե ամեն ինչ անում են դատարկելուն ուղղված։ Հիմնականում օպտիմալացումը հիմնական իրանց պնդումները են, որ շատ ավելի լավ պայմաններ են դպրոցներում, այս պահին գործող դպրոցներից պայմանները ավելի լավ են, հագեցած են լաբորատորիաներով եւ այլով, հիմնականում դա ներկայացվում ավելի լավ դպրոց ու նաև աշակերտների միմյանց հետ շփվելու ավելի լավ, ավելի մեծ չափականով իրար հետ կշփվեն։ Հիմնականում այդ է, դե իհարկե
չենք ուզում մեր ցանկացած քիլոմ էլ դվրոց փակվելը, այո, նպաստելու է առաջի հերթին գյուղից արդագաղթին, ուրիշ բան չեմ Իսկ տեսնում։ մարզպետի խոսքը ձեզ որևէ վստահություն ներշնչեց, ինչ կարծիքի եք։ Դե մարզպետը մեզ շատ հանգամանալից մեր պնդումները լսեց, մարզպետը զուտ այո մեր պնդումները կներկայացնի կառավարություն, հետագա ընթացքը կտեսնենք կառավարության պատասխանից կախված։ Իսկ եթե փակվի ձեր դպրոցը, այնուամենայնիվ ձեր այս առաջարկությունը չընդունվի իշխանության կողմից, ինչ քայլեր եք ձեռնարկելու, այսինքն լուր կհամաձայնվեք այս ամեն ինչին, թե որևէ Բերեք առաջ չունենք հարցերից, սպասենք պատասխանի, դրանց հետո նոր հետագայի քայլերի մասին հետո կխոսենք այս բային, մենք մեր առաջարկությունները արել ենք, սպասում ենք մարզպետը իր քննարկումներն անի, խոստացել է մեզ պատասխանել, սպասենք պատասխաններին հետո։